Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1191-րդ օրն է։ Ձեզ համար նորից կարճ, բայց շատ կարևոր եթեր եմ պատրաստել։ Անցած մեկ օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 205 ռազմական բախում։ Ռուսական զորքերը շարունակում են ճնշման փորձեր գործադրել Պոկրովսկի եւ Կուրսկի ուղղություններում, կիրառելով հրթիռներ, ավիացիա, դրոններ եւ հրետանի։ Այս ուղղություններում գրանցվել է թշնամու աննշան առաջխաղացում։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային եւ հրետանային զորքերը հարվածել են հակառակորդի կենթանի ուժի սպառազինության, ռազմական տեխնիկայի կուտակման 14 շրջանների, ինչպես նաեւ կարևոր այլ օբյեկտների։ Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել 33 գրոհ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը անցած մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են եւս 1050 ռուս զինվոր։ Այսպիսով թշնամու անձնակազմի ընդհանուր կորուստները գրեթե հասել են 985,000-ի։ Ուկրաինական գլխավոր շտաբի տվյալներով 22 թվականի փետրվարից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստները կազմում են 984,940 զավթիչ։ Սա ավելի կոնկրետ, որպեսզի եթե ֆիքսողներ կան, ֆիքսեն։ Ընդհանուր առմամբ մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 169 միավոր զինտեխնիկա, ինչպես տեսնում եք, գնալով ռուսական զինտեխնիկան պակասում է։ Մայիսի 29-ի գիշերը թշնամին հարձակվել է Ուկրաինայի վրա 90 շահեդ դրոններով։ Այսօր այս օդային հարվածի առանձնահատկությունն այն էր, որ թշնամին հարձակվել է հիմնականում առաջնագծի մոտ գտնվող թիրախների վրա։ Ժամը 9:30-ի դրությամբ Ուկրաինայի հոբ ուժերը երկրի արևելքում եւ հյուսիսում չեզոքացրել են 56 դրոններ։ Խոցումներ են ֆիքսվել Սումիի, Խարկովի եւ Դոնեցկի մարզերի 9 կետերում։ Չեն դադարում նաեւ Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ եւ ռազմաճակատին մոտ գտնվող խաղաղ բնակավայրերի վրա հրետանիով եւ ավիառումբերով։ Անցնենք ռազմական իրականությանը Ռուսաստանի ներսում։ Ռուսաստանի եվրոպական հատվածում պարբերաբար լսվում են պայթյուններ, քաղաքացիական օդանավակայանները աշխատում են հաճախակի խափանումներով, սա արդեն դարձել է նոր նորմա։ Բայց դրոնային հարձակումները միակ խնդիրը չեն ռուսական քաղաքացիական ավիացիայի համար։ Այս ոլորտը գտնվում է իր պատմության մեջ ամենախորը ճգնաժամում։ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ավիաընկերություններից մեկը S7-ը արդեն սկսել է չեղարկել չվերթներ ինքնաթիռների պահեստամասերի սուր պակասի պատճառով։ Ընկերության ինքնաթիռների մեծ մասը արտասահմանյան արտադրության է, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից եւ պատժամիջոցներից հետո դրանց սպասարկումը գրեթե անհնար է դարձել։ S7 ավիաընկերությունը եւ այլ ավիաընկերություններ հիմա պարզապես խնայում են իրենց ռեսուրսները։ Ռազմական թեմա շարունակելով հաղորդեմ, որ Ստավրոպոլում ոչնչացվել է ռուսական Սպա Գուրձիևը, ով հրամանատարն է եղել Մարիուպոլի օդային ռմբակոծությունների։ Ռազմական աշխատանքը շարունակվում է, ռուսական ռազմական արդյունաբերության ուղղությամբ հարվածները սաստկացել են։ Ուկրաինայի հեռահար դրոնները հարձակվել են Ռուսաստանի ամենամեծ զինամթերքի պարկուշների արտադրողի վրա։ Ուկրաինական կամիկաձե դրոնները հարվածել են Մուրոմ քաղաքում գտնվող ռուսական պաշտպանական գործարանի օբյեկտների վրա, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից գրեթե 700 կիլոմետր հեռավորության վրա։ Սանկտ Պետերբուրգում այրվում էր Ավանգարդ գործարանը, որն արտադրում է միկրոսխեմաներ ռազմական արդյունաբերության համար։ Տեղի բնակիչները տեղեկացրել են, որ հրդեհից առաջ լսվել են պայթյունանման ձայներ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է, որ նախորդ գիշեր հարվածներ են հասցվել Ռուսաստանի տարածքում գտնվող 4 կարևոր ռազմական օբյեկտների եւ ոչ միայն դրանց։ Դուբնայում Մոսկվայի մարզում հարված է հասցվել Կրոնշտատ ընկերությանը, ինչպես երեկ ասացի, որը արտադրում էր մի շարք դրոններ, Արիոլ, Ինախոդեց, Մոլնիա, Գրոմ, Տերմիտ, Հելիոս, Սիրիուս, ինչպես նաեւ ցամաքային կառավարման համակարգեր։ Նույն Դուբնա քաղաքում առանձին հարված է հասցվել նաեւ Ռադուգա գործարանին, այն արտադրում է տարբեր դասի թևավոր հրթիռներ օդ-օդ-օդ-երկիր, երկիր-երկիր տիպերի։ Նրանց արտադրանքի շարքում են Խ101, 555, Խ69, Խ59 MK հրթիռները, որոնցով ռուսական կողմը հարվածում է Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Մոսկվայի մերձակայքում հարվածը հասցվել Անգստրեմ ընկերությանը, նրանց մասնագիտացումը միկրոէլեկտրոնիկայի արտադրությունն է, որը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից։ Իվանովոյի մարզում թիրախավորվել է Դմիտրևսկի գործարանը,
Այն արտադրում է քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են պայթուցիկ նյութերի, վառոդի, ինչպես նաև հրթիռային եւ ավիացիոն վառելիքի մեջ։ Ընկերությունը մատակարարում է մի շարք այլ ռուսական ռազմարդյունաբերական գործարանների։ Նշեցնեմ, որ բոլոր տեսանյութերը բազմաթիվ ռակուրսներից կարող եք դիտել մեր Telegram-յան ալիքում, արժի տեսնել, թե ինչպիսին է իրական պատկերը Ռուսաստանի ներսում սեփական աչքերով, հատկապես այն մարդկանց, ովքեր թերահավատությամբ են դիտում մեր եթերները, նայեք մեր Telegram-յան ալիքը եւ ավելի կտպավորվեք։ Սա խոսքս թշնամիներին եմ ուղղում։ Մեր մշտական լսարանը գիտի մեր Telegram-յան ալիքի տեղը եւ գիտեմ, որ մեծ հաճույքով եք վայելում եղած կադրերը։ Անցնենք կրեմլյան քաղաքականության հերթական մռայլ էջին։ Ուկրաինայում դեռևս գտնվում են հազարավոր ռուս զինվորականներ, ովքեր գերեվարվել են պատերազմական գործողությունների ժամանակ, բայց ռուսական պետական քարոզչությունը շարունակում է անտեսել սեփական ռազմագերիներին, կարծես նրանք երբեք չեն եղել։ Սկզբում Կրեմլը ուղարկում է իր քաղաքացիներին անօրինական պատերազմին մասնակցելու Ուկրաինայում, իսկ երբ զինվորները հայտնվում են գերության մեջ, ռուսական իշխանությունները պարզապես մոռացության են տալիս իրենց իսկ քաղաքացիներին։ Ուկրաինայի դեմ սկսված լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ուկրաինական գերության միջով արդեն անցել է ավելի քան 5000 ռուս զինվորական եւ դեռ հազարավորները շարունակում են սպասել փոխանակման, որպեսզի վերադառնան իրենց երկիր։ Բայց չնայած այս բացարձակ փաստերին, ռուսական քարոզչությունը շարունակում է լցնել տեղեկատվական դաշտը կեղծիքներով, պնդելով իբր Ուկրաինայում ոչ մի ռուս ռազմագերի իբր թե չկա։ Խաչուժից պրոյեկտը ապացուցում է հակառակը։ Ուկրաինական խաչուժից նախագիծը հրապարակել է տեսանյութ, որը հստակ ներկայացնում է իրականում ինչ է տեղի ունենում։ Տեսանյութում պատկերված է ընդամենը մի փոքր հատված այն ռուսական ռազմագերիների մասին, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Այս տեսանյութը ոչ միայն ապացուցում է ռուս ռազմագերիների գոյությունը, այլև բացահայտում է Կրեմլի քարոզչական սուտը։ Մինչդեռ ռուսական պաշտոնական աղբյուրները նախկինում պնդում էին, թե իբր գերության մեջ գտնվում է ոչ ավել քան 200 մարդ, այժմ երբ փոխանակվել է 1000-ը 1000-ի դիմաց, նույն քարոզչական մեքենան փորձում է համոզել ռուս հասարակությանը, թե բոլոր ռազմագերիները արդեն վերադարձվել են Ռուսաստան։ Իրականությունն ավելի դաժան է, քան Կրեմլը փորձում է ներկայացնել։ Պետության կողմից մոռացության մատնելը ռուս զինվորների ճակատագրերը, որոնք պատերազմին մասնակցելու որոշում են կայացրել կամ հարկադրվել են մասնակցել, արդեն քաղաքական եւ բարոյական աղետ է։ Կրեմլի այս վարքագիծը ոչ միայն վկայում է մարդկային կյանքի եւ արժանապատվության հանդեպ բացարձակ անտարբերության մասին, այլև միաժամանակ ցույց է տալիս, թե ինչպես է պետությունը գործում սեփական քաղաքացիների հաշվին իշահ իր իշխանական շահերի։ Նշեմ, որ մեր Telegram-ում էլ ենք կիսվել տեսանյութով, մտեք վայելեք։ Քաղաքական լուրերին անցնելով, ասեմ, որ Եվրոպական միությունը ներկայացրել է Սև ծովի անվտանգության նոր ռազմավարություն ուղղված Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների հետ կապերի ամրապնդմանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել տնտեսական աճը, միացնելով Եվրոպան Հարավային Կովկասի հետ, Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների հետ։ Ռազմավարությունը, որը ներկայացվել է Եվրահանձնաժողովի կողմից, ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսած պատերազմը պահանջում է Եվրոմիության ակտիվ ներգրավվածություն որպես վստահելի գործընկեր Սև ծովի տարածաշրջանում։ Եվրոմիությունը առաջարկում է սերտ համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ, ներառելով Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Նպատակն է ակտիվացնել տարածաշրջանային նախագծերը տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Եթե կհիշեք, ես արդեն 1.5 տարի է խոսում եմ ուկրաինական լաստանավի մասին, սա հենց այս ծրագրի մասն է կազմում։ Դե գիտեք, ես իմ աղբյուրներն ունեմ եւ իրական ծրագրերի սկսելուց առաջ եմ սկսում ձեզ ներկայացնել կարևոր թեմաները, որպեսզի ավելի պատրաստված լինենք։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների կողմից դեռ արձագանք չկա, բայց հուսանք նրանք ի վերջո կանդրադառնան։ Հասկանալի է, որ շատերին դուր չի գալիս, երբ Հայաստանի կողքին հայտնվում են այնպիսի երկրներ, որոնց հետ մենք խնդիրներ ունենք, բայց այստեղ կարևորն այն է, որ չկորցնենք ինքներս մեզ, պաշտպանենք մեր շահերը եւ անենք մեր գործը։ Իսկ այն երկրները, որոնք մեզ բարեկամ չեն, իրենց իսկությունը կցուցադրեն առանց մեր միջամտության։ Մեր համար կարևորն այն է, որ Եվրոմիությունը մեզ, Հայաստանին, հնարավորություն է տալիս հստակ ուղղությամբ ինքնիշխան զարգացման համար։
Եվրամիության ռազմավարությունը հիմնված է 3 հիմնական ուղղությունների վրա՝ անվտանգություն, կայունություն եւ դիմադրունակություն։ Սև ծովի ծովային անվտանգության կենտրոնի ստեղծումը, որը կուժեղացնի ծովային ենթակառուցվածքների շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ տարածաշրջանային համակարգումը, տնտեսական աճի եւ կայուն զարգացման խթանում, հստակ ծրագրերի միջոցով զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ եւ թմային ցանցերը, օգտագործելով Սև ծովի տարածաշրջանի պոտենցիալը որպես կենսական նշանակության միջանցք, միացնելով Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ հարավային Կովկասի միջոցով։ Շրջակա միջավայրի պաշտպանությունը, կլիմայական փոփոխությունների ադապտացումը եւ քաղաքացիական պաշտպանության հարցերը նույնպես Եվրոմիության ուշադրության կենտրոնում են։ Այս ռազմավարությունը ոչ միայն նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, այլև հաստատում է մեր տեղը որպես տարածաշրջանային կարևոր խաղացող Եվրոպայի հետ համագործակցության ոլորտում։ Այժմ անցնենք Ուկրաինայի շուրջ վերջին 2 օրերի գլխավոր թեմային։ Ես հաշվի չեմ առնում ռուսական այդ մեմորանդումի շուրջ առաջացրած աղմուկը եւ Թրամփի հայտարարությունները, որոնք արդեն երկրորդական են դարձել, ինչպես ֆոն միշտ կան, բայց արդեն ինչ-որ որոշակի ազդեցություն իրադարձությունների վրա չունեն կամ կարևոր ազդեցություն չունեն, այսպես ասեմ։ Թրամփը խնդիրներ է ստեղծել ոչ միայն գործընկեր երկրների, այլև ամերիկյան ժողովրդի համար։ ԱՄՆ դատարանը Թրամփի գլոբալ մաքսատուրքերի մեծ մասը անօրինական է ճանաչել։ Իդեպ առաջիկա օրերին ես պլանավորում եմ հաղորդումներից մեկը նվիրել Թրամփի խաղերին, որոնք ոչ այլ ինչ են, քան Պուտինին ժամանակ տալը, իսկ Պուտինի համար ժամանակը դա խաղաղ ուկրաինացիների կյանքի գինն է։ Որքանով է Թրամփը սա հասկանալով անում, չգիտեմ, բայց սա փաստ է, որ ինչքան ավելի շատ ժամանակ է ընձեռում Պուտինին, այնքան շատ ուկրաինացիներ են զոհվում։ Դրա փոխարեն մեր արևմտյան գործընկերները, մեր դաշնակիցները, ինչպիսին հանդիսանում է Ամերիկան, որը Բուդապեշտի մեմորանդումով մեզ երաշխավորել է անվտանգություն մեր միջուկային զենքը Ռուսաստանին փոխանցելու դիմաց, պետք է ավելի ինտենսիվ օգնեն Ուկրաինային արագ ավարտել պատերազմը, պարտության մատնել Ռուսաստանին եւ կյանքեր փրկել, այլ ոչ թե փորձել ինչ-որ բանակցությունների մասին խոսել, որը ընդամենը ժամանակ շահել է Պուտինի համար։ Բայց ինչպես ասացի, դա առանձին հաղորդման մեջ կանդրադառնամ, այսօր կան ավելի կարևոր թեմաներ ուկրաինացիների կյանքը պահպանելու առումով։ Գերմանիան հայտարարում է, որ պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի կողմից թևավոր հրթիռների մշակումն ու սերիական արտադրությունը մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ։ Միաժամանակ նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց Ուկրաինայի հետ համագործակցության նոր ձևաչափի մասին։ Գերմանիան պաշտոնապես հանում է բոլոր սահմանափակումները հեռահար հրթիռային համակարգերի մատակարարման հարցում։ Ուկրաինան կարող է լիարժեք պաշտպանվել եւ հասցնել հարվածներ նաեւ Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող ռազմական օբյեկտներին։ Բացի այդ, Գերմանիան կշարունակի ֆինանսավորել Starlink համակարգի գործունեությունը Ուկրաինայում, որն արդեն ապացուցել է իր կարևորությունը ռազմաճակատում։ Գերմանիայի եւ Ուկրաինայի միջև նոր պայմանագրեր են կնքվել 3։ Բերլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն, կկնքվի փոխըմբռնման հուշագիր Ուկրաինայում արտադրվող հեռահար զենքի ձեռքբերման նպատակով։ Միաժամանակ ստորագրվեց մի շարք փաստաթղթեր, մասնավորապես Ուկրաինայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարների Ռուստեմ Ումերովի եւ Բորիս Պիստորիուսի միջև։ Համաձայնագրով նախատեսվում է, որ 25 թվականին արդեն նշանակալի քանակությամբ հեռահար զենքեր կհանձնվեն ուկրաինական բանակին, զինատեսակների համակարգերը արագ հասանելի կլինեն Ուկրաինայի զինված ուժերի համար, առաջին միավորները հնարավոր է տեղակայվեն արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, քանի որ դրանք արդեն գործարկվում են ուկրաինական բանակում, լրացուցիչ ուսուցում անհրաժեշտ չէ։ Նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը մեր ուկրաինական հրթիռների մասին է, որը Գերմանիան ֆինանսավորում է ավելի մեծ քանակով արտադրելու համար։ Դե արտադրում ենք, որպեսզի կիրառենք։ Գերմանիան նաև շարունակելու է տրամադրել զինամթերք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև ցամաքային եւ հրաձգային զինատեսակների համար։ Պաշտպանության գծով պայմանագիր ստորագրվեց նաև Ուկրաինայի եւ գերմանական DL ընկերության միջև հոբ համակարգերի եւ համապատասխան զինամթերքի մատակարարման շուրջ։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են համատեղ պաշտպանական ձեռնարկության ստեղծման մասին, որը կծառայի որպես վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման կենտրոն Ուկրաինայում։ Նշվում է, որ այս օգնության ֆինանսավորումը կիրականացվի Բունդեսթագի կողմից արդեն հաստատված ռազմական
հիմնադրամներից։ Չի ուզանա շատ երկարացնել մեր եթերը, շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության համար, մեր եթերների տարածման, լայքերի եւ մոտիվացնող մեկնաբանությունների համար։ Խնդրում եմ այսօր եւս չմոռանալ օգնել մեր եթերի տարածմանը։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, ամենայն բարիք, կհանդիպենք։